Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Ռեբեկան ոչ մի կերպ չի հանդարտվում ու անընդհատ ուտում է Էլայի ուղեղը։ Կարծես Էլան չի հասկանում ինչ է կատարվում ու Ռեբեկան պետք է նրան բացատրի։ Բայց Ռեբեկան խառնվելով իր քրոջ անձնական կյանքին ու հրամաններ տալով, ինքը շատ լավ խնամքով բոլորից թաքցնում է իր կյանքի նորությունները, իր եւ Արամի շփումը։ Սարոյանն էլ բոլորի համար անսպասելի վերադառնում է Հայաստան։ Ինչպես արդեն հայտնել էինք մեր նախորդ տեսանյութերում, նա լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ ավելի կոնկրետ մահացու հիվանդ է։ Սարոյանի մեկնումը երկրից կապված էր հենց նրա առողջական վիճակի հետ։ Սա վերջին հույսն էր, որ կարելի է ինչ-որ բան փրկել, բայց ցավոք բժիշկների մոտ ոչինչ չի ստացվում։ Ուստի Սարոյանը որոշում է վերադառնալ հետ եւ լուր սպասել իր մահվան օրվան։ Նա ահավոր լարված է, նյարդայնացած ու ամեն չնչին բանից զայրանում է եւ հունից դուրս գալիս։ Նա անտեղի գոռում է Արմանի վրա, ով առանց թակել մտնում է իր աշխատասենյակ։ Չնայած որ Արմանը երբեք խնդիր չի ունեցել ու առանց թույլտվության էլ ելումուտ է ունեցել։ Արմանը զարմանում է Սարոյանի տարօրինակ պահվածքից, բայց ոչինչ չի ասում։ Իսկ քիչ անց Սարոյանը իր աշխատանքի վայր է կանչում իր փաստաբանին, որպեսզի ողջ ունեցվածքը կտակի Սարային։ Այս խոսակցությանը ականջ է դնում Սարոյանի քարտուղարուհին Գայանեն, ով չգիտես ինչու Սարայի նախկին կուրսեցուն Արսենին հաճոյանալու համար անընդհատ ինֆորմացիա է տրամադրում նրան Սարոյանի ու նրա ընտանիքի մասին։ Եվ չնայած Սարան նրան զգուշացրել էր ավել պակաս բերանը չբացել, բայց Գայանեի ով լինելը մենք դեռ վաղուց ենք իմացել, երբ նա լռեց ու չասաց, որ իրականում Միսակն է մտել հաշվապահի աշխատասենյակ եւ գողացել գումարը։ Մի խոսքով նա իր իմացածը բառ առ բառ փոխանցում է Արսենին։ Վերջինս էլ ընկնում է մտորումների գիրկը։ Այս երկուսը այնպես են խառնվում իրար, ասես Սարային որ չկտակեր, Սարոյանը նրանց էր կտակելու իր ունեցվածքը։ Բարդ չէ պատկերացնել, թե ինչ վիճակի մեջ կհայտնվեն Ռեբեկան ու Էլան, երբ իմանան, որ պապիկի ունեցվածքի տերը դառնում է Սարան։ Նրանք նորից վատ կտրամադրվեն Սարայի դեմ ու կրկին հին ու նորը կխառնեն իրար։ Ինչ վերաբերում է Ռեբեկային, ապա նա իր մոր հեռախոսում պատահաբար գտնում է այն ձայնագրությունը, որը Նարինեն արել էր Դիանային ոստիկանությանը հանձնելու նպատակով։ Ձայնագրությունում Դիանան խոստովանում է իր բոլոր հանցագործությունները, իսկ Ռեբեկան զարմանքից ապշում է, թե ինչպես է Նարինեին հաջողվել անել այս ձայնագրությունը, եւ որ ամենակարևորն է, այսքան ահռելի ինֆորմացիա ունենալով հանդերձ, ինչու է Նարինեն լռում ու պատկան մարմիններին չի հայտնում ամեն բան։ Նարինեն կողքի աշխատասենյակից մոտենում է Ռեբեկային, իսկ Ռեբեկան սկսում է հարցեր տալ մորը այդ ձայնագրության վերաբերյալ։ Հիմա Նարինեն ստիպված կլինի ասել ճշմարտությունը եւ իր լռության պատճառը։ Արդյոք Ռեբեկան հավանություն կտա Նարինեի քայլին եւ կասի, որ Նարինեն ճիշտ է վարվել Դիանայի հղիության փաստը հաշվի առնելով եւ ոստիկանությանը ոչինչ չասելով, թե Ռեբեկան այնուամենայնիվ կքննադատի իր մոր քայլը։ Հարգելի հետևորդներ, ինչ արձագանք կունենա Ռեբեկան թե այս ձայնագրությունը լսելուց հետո, թե այն ինֆորմացիան ստանալուց հետո, որ Սարոյանը իր ողջ ունեցվածքը կտակել է Սարային։ Ձեր կարծիքը գրեք այս տեսանյութի ներքևում։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեկտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշորխ կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորնե Սարայի մատին դրել նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։
Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարային ընջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ, այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ, դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ, այ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երացրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն, ողջույն։